Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար վաղ ապրիլի 24-ին ժամը 7-ից կարգելվի երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում, Լենինգրադյան փողոց Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից, Աթենքի փողոցում Իսակովի պողոտա, Աթենքի փողոց խաչմերուկից։ Երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։ Ժամը 7-ից մինչև 10:30 պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ կլինի նաև մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Այս մասին հայտնում են Երևան ավտոբուսից։ Վարորդին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, հավելյալ մանրամասներ չեն հաղորդում։ Մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները։ Պարզաբանում են փոխարինման հիմնական նպատակը մետրոյի եւ ուղևորների անվտանգության ապահովումն է։ Քաղաքապետարանից էլ տեղեկացնում են Սասունցի Դավիթ կայարանում աշխատանքներն ավարտել են, Զորավար Անդրանիկում դրանք ընթացքի մեջ են։ Թեպետ կառավարությունը խրախուսում է համաշխարհային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, սակայն Ջենիֆեր Լոպեսի երևանյան մենահամերգի կազմակերպման հարցում մասնակցություն չունի։ Գործադիրի նիստից հետո այս մասին հայտարարել է մշակույթի նախարարը։ Անդրեասյանը նաև նշել է, հավելյալ մեկնաբանություն չունի այս թեմայի հետ կապված, ասել է մնացածն ընթացքը ցույց կտա։ Երևանից Կապան օդային հաղորդակցությունն ակտիվանում է։ Մայրաքաղաքից հարավային դարպաս շաբաթական 3 անգամվա փոխարեն 17 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռները կթռչեն արդեն 5 անգամ։ Տեղացած անձրևի հետևանքով Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Առնո Բաբաջանյան փողոցից Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունն այսօր դժվար անցանելի է դարձել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ բազմաթիվ վարորդներ չեն կարողացել անցնել այն, ոմանք էլ անցնելիս կորցրել են ավտոպետհամարանիշները։ Երևույթը հարուցել է վարորդների զայրույթը, սակայն որևէ պատասխանատու կառույցի ներկայացուցիչ չի գնացել դեպքի վայր։ ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերներ է ուղարկվել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում Հայաստանին, հայտարարել է խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Այգյուլ Աղաևան։ Նա նաև նշել է, որ հայկական կողմից արձագանք չեն ստացել։ Երևանում մասնակցելու հետ կապված որոշում դեռ չկա, քննարկումների արդյունքում պարզ կդառնա։ Մասնակցության հարցը ըստ պատասխանատուների առաջնահերթ կախված է անվտանգային միջոցառումներից։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։